Ժամանակի ընթացքում փոփոխվում է ամեն ինչ՝ տեխնոլոգիաները, արվեստը, սպորտը, ճարտարապետությունը, ինչու ոչ, կոռուպցիան։ Մարդկանց պատկերացումներում կոռուպցիան հիմնականում մեկից մյուսին փոխանցվող փողն է, կաշառքը։ Սակայն հիմա կոռուպցիան բազմաթիվ այլ տարածված ճյուղավորումներ է ստացել։ Օրերս հետք կայքում հրապարակված հետաքննության համաձայն Ազգային ժողովի падգամավոր Հայկ Կոնջորյանը շուկայական արժեքից շատ ավելի մատչելի գնով ձեռք է բերել նորակառույց առանձնատուն։ Ավելի վաղ արված մեկ այլ հետաքննության համաձայն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձեռք էր բերել 165 քառակուսի մետր մակերեսով բնակարան շուկայականից բավականին մատչելի գնով։ Իսկ Civilnet-ի մեկ այլ հետաքննություն նվիրված էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից շքեղ առանձնատուն գնելու փաստին։ Բոլոր այս դեպքերում լրատվամիջոցները պարզապես բաց աղբյուրների կիրառումով ֆիքսել են որոշակի փաստեր։ Հրապարակումներից հետո հարց էր բարձրանում. արդյոք այս գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթ է, բայց չի կարելի վստահ ասել, որ սա կոռուպցիոն հանցագործություն է։ Իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումն այն է, որ վարկային միջոցներով անշարժ գույք կարող են ձեռք բերել բոլորն, այդ թվում պաշտոնյաները, իսկ եթե այդ գործընթացում կան հանցանքի տարրեր, պիտի զբաղվեն իրավապահները։ Քո ստացած եկամուտը փորձում ես ինչ-որ կերպ ներդնել, ինչ-որ բիզնեսում չես կարող ներդնել, բայց գոնե ապագայի համար մի տուն, երկու տուն կարող ես ձեռք բերել, $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան որ կարող եմ ունենալ։ Հալցն իհարկե պաշտոնյաների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը չէ, նշում են փորձագետները։ Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք նրանց կվաճառեին նույն գույքը նույն գնով, եթե նրանք չլինեին պաշտոնյա։ Արդյոք սովորական քաղաքացիներին նույն ժամանակահատվածում նույն գնով է վաճառվել այդ գույքը։ Դե ենթադրենք գույքի սեփականատերը լավություն է արել պաշտոնյային։ Ինչ խնդիր կհարցնեն մարդիկ։ Այդ լավությունը, այսպես ասած, անելով ճակերտավոր ստանալ որևէ որոշակի առավելություն։ Այսինքն, օրինակ, եթե կոնկրետ այս դեպքը կառուցապատող ընկերությունը ինքը հույս ունի, որ հետագայում խնդիրներ չեն առաջանա այլ ուրեմն այդպիսի պրոյեկտներ իրականացնելիս, եթե լինեն, ասենք, հարցեր կապված որքանով օրինական էր եղել շինթույլտվության ստացումը։ Քրեական օրենսգրքում ի դեպ հիմա կա հոդված, որը ենթադրում է քրեական հետապնդում այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք սեփական պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործել են սեփական կամ խմբային շահերի համար։ Իրավապահ մարմինները, եթե ունեն, այսինքն ոչ թե մարմինները իրենք միայն, այլ ընդհանրապես երկրի ղեկավարությունը ունի քաղաքական կամք, այսպես ասենք, նորմալ երկիր ունենալու, հետևաբար կոռուպցիան կրճատելու, պետք է այդ ամենը փորձեն գտնել, առանց նայելու, թե ով է դա օգտվել, ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչ կարգավիճակ։ Մեծ հաշվով կառավարությունն այսօր ունի բավականին բազմազան գործիքակազմ կոռուպցիոն նման երևույթների բացահայտման համար։ Հենց վերջերս են նախաձեռնել փոփոխություններ, որոնց նպատակը պաշտոնյաների ռիսկային հայտարարագրերի բացահայտումն ու ուսումնասիրությունն է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։